Երբ դու համարում ես, որ դու արդյունավետ չես կարողանում իրականացնել այն, ինչ պատկերացնում ես, ինչ որ մի պահի պետք է դադար տալ։ Ասելիք միշտ կա, միշտ։ Ուղղակի պետք է միշտ գնահատել ասելիքի հասցեականության արդյունավետությունը եւ ասելիքիցդ հետո քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, դրանց հավանական հաջողությունը եւ նաեւ որպես այս ամենի արդյունք ու հետևանք սխալներ ընդունելու ունակությունը։ Ձեր ճանապարհը եկավ դեպի քաղաքականություն, ամենամեծ վախը, որ ունեցել եք այդ շրջանում։ Ես ասեի ամենամեծ թերությունն այն է, որ ես այդ ճանապարհին, երբ որ մտնում էի, ես վախ չեմ ունեցել։ Եզրահանգման եկա վերջերս ձեր էջում տեսա, որ հավանողների մեջ կան մարդիկ, ովքեր նախկինում օրինակ դες քննադատում էին շատ ակտիվ եւ ձեր գործունեությունը, հա։ Ես չեմ նայել, անկեղծ ինձ պետքա պատմեք հետո։ Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր դեմ են եղել, բացասաբար են վերաբերվել, բայց հիմա մարդիկ հետևում են ձեզ, ամեն դեպքում էջին հետևում են եւ երբեմն նաեւ հավանումներ եմ տեսնում ինչ որ գրառումների, հետաքրքիր է, դուք եք փոխվել, ինչ եք կարծում, թե իրենց մոտեցումն է փոխվել։ Երկուսն էլ։ Մարդը երբեք նույնիսկ չի լինում, մասնավորապես ես ինքս էլ ինձ միշտ համեմատում եմ ինքս ինձ հետ։ Ես միշտ այդպես ու փորձում եմ ինքս ինձ մի բանով գերազանցել միշտ։ Դա որ ասացիք, դա ուղիղ կապ ունի նրա հետ, թե նախորդ հարցերից մեկում ինձ հարցրեցիք եղել է, որ ինչ որ մեկն ասի, վայ, սխալվել էի կներես եւ այլն։ Համարեք դա հենց այդ շրջանակներում։ Ես չունեմ նման անգամ մեկ հոգու տվյալ, որ ասեմ, այ սենց էր, հիմա էսպես է, բայց ես ունեմ բազմաթիվ, ասել եմ ձեզ, նամակներ, հարյուրավոր, գուցե տարիների ընթացքում եթե հաշվեմ հազարավոր նամակներ, որոնք հենց այդպիսի բովանդակությամբ ինձ նամակներ են ուղարկում։ Արփինե Հովհաննիսյանի համար արդարությունը մեծ կապ ունի հատուցման հետ։ Բոլոր տեսանկյուններից, երբ որ դու ինչ որ սխալ բան ես անում ինչ որ մեկի նկատմամբ, թեկուզ այդ ներողություն խնդրելը դա պատասխանատվության էլեմենտ է, որը բերում է դիմացինի մոտ արդարության գաղափարի վերաբերյալ որոշակի պատկերացումների։ Ինչ է հաջողությունը։ Հաջողությունը յուրաքանչյուր փուլում քո առջև դրված նպատակներից գոնե նվազագույնին հասնելու գիտակցումն է։ Որտեվ կարող է դու այդպես չի, բայց քո գիտակցումը, քո ընկալումը, որ դու ինչ որ մի բան արել ես ավելին, քան նախորդ փուլում։